Քոչարյանի համեմատ մենք տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանը արդեն խոսում է ոչ միայն ռուսական ազդեցության մասին, չնայած խոսում է, բայց նաև այլ աշխարհաքաղաքական կենտրոնների եւ բացահայտ դրա մասին հայտարարում է։ Սա չի նշանակում, որ ինքը կապերը կտրել է Ռուսաստանի հետ։ Ուղղակի այստեղ մենք պետք է նկատի ունենանք, որ գոնե երևութապես ինքը չունի այն հակազգային դրոշը, որը բարձրացրել է Նիկոլը, ազգային արժեքների, եկեղեցու, բայց իհարկե այն ինչ որ եղավ ապրիլի 1-ի այդ հանդիպման ժամանակ, դա ցույց է տալիս թուլությունը հենց լծակների ռուսական այդ կապերը ունեցող ուժերի թուլությունն է ցույց տալի, որովհետև այն արձագանքը, որը մենք լսեցինք Սամվել Կարապետյանից, ես կարծում եմ չափազանց թույլ էր, որովհետև նա հենվում էր ոչ թե ինքնիշխանության գաղափարի վրա, այլ տնտեսական կայունության, եւ այս խնդիրը իր համար շատ լուրջ խնդիր է,